Աղբալյան դպրոցում ինչքան առաջ Նիկոլ Աղբալյան դպրոցում իմ տղայի համադասարանցին է եղել առաջի դասարանից մինչև 9-րդ դասարան։ Ես այսօր էլ եմ պատասխանել լրագրողի, ինչ-որ մի լրագրողի հարցի, նման օրինակելի, դաստիարակված, հայրենասեր, քրիստոնյա, ես չգիտեմ, նման մարդ շատ դժվար է Հայաստանի Հանրապետությունում չեք գտնի։ Նման մարդիկ պետք է մեր ապագան կերտել, ոչ թե նման մարդկանց պետք է տանել ու ինչ-որ հոդվածներ դնել։ Ինչ ասեմ ձեզ, ինքը դպրոցի դեմքն էր, ինչպես Վարդուհին ասեց, բացարձակ երկուսը եւ Միքայելը եւ Դավիթը, իրանք, չգիտեմ, առանձնահատուկ ունակությունների տեր մարդիկ են, չգիտեմ, տենց մարդիկ կան, որոնք երկրորդ, առաջի, երրորդ, չորրորդ դասարաններում իրանց կյանքի միակ նպատակը լավ սովորել, լավ մարդ դառնալ, հայրենիքին պիտանի մարդ դառնալ, դուք պետք է այդ երեխեքին տեսնեիք Ղարաբաղյան պատերազմի օրերին։ Մարդիկ լուրջ եմ ասում, հոգեկան բաներ էին ստանում ու այդ հայրենասեր, քրիստոնյա մարդիկ շատ եք տեսել 10-րդ, 12-րդ դասարանի տղաները, որ ամեն կիրակի գնան եկեղեցի պատարագի։ Իրանք գնում են, ես էլ եմ գնում իհարկե զորավոր, իմ հետ էլ ինքը շատ եկել, ու իրանք նենց են մեկնաբանում Աստվածաշունչը, 1000 տարի եկեղեցի գնացողները տենց Աստվածաշունչ չեն կարողանում մեկնաբանել։ Ու այդ մարդկանց այսօր որոշել են, որ տանեն աբսուրդի ժանրից է, ես չգիտեմ, ես 2 օր չեմ կարողանում ուշքի գալ։ Խնդրում եմ, թող ինչ-որ մի պաշտոնյա, հենց թեկու Լուսնե Բադալյանն է, որ այդպես գրում է, թող մի հատ հանդիպում կազմակերպի, գնա Միքայելի Դավիթի հետ զրուցի, իր բոպիկ վիճակից ամոթով հետ կդառնա։ Լուրջ եմ ասում, այդ երեխաները արժանի են առավելագույնին։ Ու հաստատ ինձ թվում է դա ինչ-որ անկանոն շարժման հետևանք է, որովհետև թիկնապահները հրելով Դավիթի ծնոտին էին խփել։ Ես տենց եմ, ես հնարավոր է չէ 9 տարի սովորի մի դպրոցում ու ոչ մի օր դա ինչ-որ մի ուսուցչի պատասխանած չկա, հասկանում եք, ինչ-որ կոնֆլիկտ արած չկա, այդ դասարանի երևի խաղաղության աղավնիներն էին այդ տղաները։ Ես իմ բոլոր բարերի տակ ստորագրում եմ։ Ու կարող եք նաև գնալ դպրոցում հարցնել։ Ներկայացեք, մի փոքր առաջ գնաք։ Ես Նիկոլ Աղբալյանի դպրոցական ընկերներից են, իմ աղջկա, Դավիթ Միքայելը, չգիտեմ, ինչ ասեմ, շատ լավ տղաներ են, զույգեր են, իրար լրացնում են, ահա որ խելացի, կրթված, մի անգամ չեմ տեսել այդ երեխեքից անդասիրակ ինչ-որ բան, իրանց մաման, իրանց ընտանիքը, մի խոսքով նենց մարդիկ են, որ ուզում ես, որ քո երեխան իրանց հետ ընկերություն անի, ոչ թե ինչ-որ անհասկանալի մի հատ վիդեոյի մեջ տեսնես։ Այսինքն դուք չեք հավատում, որ Չէ, ես չեմ հավատում։ Մեկը պատրաստվում են իրոք հարվածել։ Չէ, անհնարին է, ես նույնիսկ որ ինձ ասեցին, ես հենց սկզբից չեմ հավատացել։ Նույնիսկ որ նայում եմ, ասում կարող է նմանացնում են ինչ-որ։ Իմ համար այդ անհասկանալի է։ Ուղղակի երևի սխալ պահին, սխալ տեղում են երեխեքը հայտնված եղել, որտեվ ու հետո մի քիչ կարելի է այդ կոմենտներին, բաներին վերջ տալ, երեխեք են վերջապես։ Նոր լրացած 18 տարեկան այդ երեխա են իրանք։ Ես էլ ունեմ երեխա, իմ երեխու հետ էլ եմ խոսում, տենում եմ, էլի, այդ ինչ-որ չար, վատ մտքեր չկա։ Բայց ՀՊՊ պատգամավորը մասնավորապես Լուսինե Բադալյանը նշել էր, այդ ինչպես է ստացվում, որ հենց խոսքը Նիկոլ Փաշինյանին է վերաբերում, ասում են առողջական խնդիրներ ունենալ։ Իրենք մտածում են, որ դա կազմակերպված։ Ես չեմ կարող ասեմ, իրանք ինչ են մտածում, ես իմ կարծիքն եմ ասում, ես գիտեմ, որ երեխեքը ոչ մի տենց բաների մեջ չկան, նույնիսկ իրանց մաման սոցիալական կայքերում չկա։ Ասեմ ավելին, էլի, բայց չունի ինքը, ուղղակի չի զբաղվում, չի հետաքրքրվում, ինքը իր ընտանիքը, իր երեխեքը նույն ձևերը երեխեքին է դաստիարակել, ու ասեմ, շատ շատերը կերազեն տենց տղաներ ունենային։ Հիմա մանավանդ տղերի մեծ մասը շատ անդաստիարակ են, թե ծնողների, թե մյուսների նկատմամբ։ Իսկ իրանց երեխեքը լրիվ ուրիշ ձևի դաստիարակություն է, որտեվ կրթված են, ինտելեկտ ունեն, էլի կոպիտ ասած։ Ծնողների հետ խոսել եք, հոգեբանական ինչ վիճակում են։ Դե ասեցին Դավիթը լավ չի, հոգեբանական ծնողները մաման լավ չի, ես երեք վիդեոների մեջ տեսա, ամբողջ օրս փչացավ, անընդհատ զանգում էինք, բայց դե պարզ է, ինքը չի պատասխանի, սենց ասեմ, վիդեոներով էինք իմանում ամեն ինչ, բայց շատ վատ վիճակի մեջ էր մաման։ Կոնկրետ տանջվում ես, ես ին վրա եմ վերցնում, ասենք բոլորը կարան իրանց վրա վերցնում, եթե երեխա ունես, պիտի անհանգստանաս, որ կարա տենց բան լինի, օրը ցերեկով գնաց եկեղեցի, մեկ է խնդրի մեջ ընկնես, մանավանդ որ դու կապ չունես այդ ամեն ինչի հետ, մի քիչ տարօրինակ է, էլի։ Օրինակ, այս որպես քաղաքացի, ինչպես կստակ եւ դուք եկեղեցու մասնակցում եք պատարագի, ուշացած մտնում են, սկսում են
Ես շատ ուրիշ ձև կարող այն զգամ, բայց ես չեմ ցանկանում հիմա իմ մասին խոսամ, որովհետև չեմ եկել ես իմ մասին խոսելու, կոնկրետ Դավիթի Միքայելի մասին ինչ որ ասեցի, դա ճիշտ է, ուրիշ բան չկա իրանց մասին ասելու, մենակ լավ բաներ կարանք ասեն։ Այ տեսեք, ասում են ընտանիքով են եղել պատարագի, իսկ հնարավոր է, որ Թիկնազորի անդամներից մեկը տղաների մորը այդ հրմշտոցի ժամանակ կպել է, բորբոքվել են տղաները։ Շատ հնարավոր է, ես այնտեղ չեմ եղել, բայց հնարավոր է։ Որտեվ տաքարում տղաներ են 18 տարեկան, մի հատ բոլոր 18 տարեկանի հետ մի հատ փորձեք մի քիչ կոպիտ խոսեք կամ մի քիչ ցայն իմ աղջկա հետ ես որ մի քիչ սուր բանով եմ խոսում, արդեն ամեն ինչ մեր տանը փոխվում է։ Բա տղաների մասին ինչ կարելի է ասել։ Այդ պահերը պետք է հաշվի առնել, ինձ թվում է։ Իսկ ամեն դեպքում դուք կարծում եք հուզական ֆոնի վրա եղել, ինչ է եղել, քաղաքական։ Ու ես չեմ կարծում, ես ինչ տենց ահավոր բան է եղել, որ դարձրել սենց մեծ պատմություն։ Ու ինչ ասես գրում են, այդ մի քիչ ամոթ է, իսկականից ամոթ է։ Շնորհակալություն։ Երեխեքի համադասարանցիներն են, եթե կուզենան երեքներն են, բայց եթե չափահասն ու ծնողները իրենց թույլտվությունը տալիս են։ Ծնողնակ իմ տղասա, ես էլ եմ թույլ տալիս, իր ծնողից էլ համաձայնությունը